Հայաստանի ամենասպասված ցուցահանդեսը տուն էքսպոն մեր երկրում արդեն դարձել է անշարժ գույքի ու կառուցապատման շուկայի գրավիչ առաջարկները մեկ վայրում ներկայացնելու խոշոր հարթակ։ Այս արդյունավետ գործակցության հիմքում կայուն գործընկերությունն է, որին 2024-ին միացավ նաև ML Mining-ը։ Որպես Հայաստանի կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, ML Mining-ը դարձավ տուն էքսպոյի գլխավոր հովանավորը։ 3 անգամ իրագործելով ցուցահանդեսը մենք ամեն տարի ուզում էինք, որ անպայման ML Mining-ի նման խոշոր կառուցապատողը լիներ նախագծում եւ ահա 2024-ին մեծ շուկով ու բավականին լուրջ կերպով ներկայացավ ML Mining-ը ու մեզ համար սա կարծես մի նոր նշաձող էր հենց տուն էքսպոյի համար, որ սահմանեցինք։ Մեր ամենասպասված գործընկերներից մեկն էր, մենք ունեինք այցելուներ, որոնք հենց ML Mining-ի ներկայության առիթով էին այցելել ցուցահանդես։ ML Mining-ի նման խոշոր կառուցապատողի մասնակցությունը ու գլխավոր հովանավորի կարգավիճակը տուն էքսպոյին տնտեսականից բացի ուներ շատ ավելի խորքային, արժեհամակարգային նպատակ։ Շատ մարդիկ սպասում էին դրան, մի տեսակ ազնիվ չէր, տուն էքսպոն կազմակերպել առանց մի ընկերության, որը 15 նախագիծ ունի լայն սփռվածությամբ եւ իրոք սպասված էր շատ շատերի համար։ Այնուհանդերձ սպասելիքները առավել քան արդարացված էին եւ պետք է արդարացիորեն նշեմ, որ դա մեծապես Big Project-ի ջանքերի շնորհիվ էր նաեւ։ Այն հոգին, որ ներդրվել էր այդ նախագծի մեջ, այն աուրան, որ տիրում էր տուն էքսպոյի օրերին Մերիդիան ցուցահանդեսների սրահում եւ շատ ուրախությամբ փակեցինք այդ փուլը։ Big Project-ի Հայաստանում արդեն սիրված ցուցահանդեսը հունիսի 27-ից 29-ը առաջին անգամ կանցկացվի Մոսկվայում։ Գլխավոր հովանավորը կրկին ML Mining-ն է։ Նույն մեծ սպասումներով գնում ենք Մոսկվա, գնում ենք մեր հայրենակիցների մոտ, գնում ենք խնդրելու, առաջարկելու իրենց, որ հայրենիք վերադառնան։ Կարևոր չի ML Mining-ից կգնեն, թե մեկ այլ կառուցապատողից գույք կգնեն, կարևորը որ իրենց փոքրիկ անկյունը, փոքրիկ ներդրումը կատարեն մեր հայրենիքում։ Տուն էքսպոն Մոսկվայում անցկացնելու գաղափարը ծնվել է տվյալներն ուսումնասիրելուց հետո։ Ռուսաստանաբնակ հայերի հետաքրքրությունը բավական մեծ է այս ցուցահանդեսի նկատմամբ։ Այս կերպ Big Project-ը ոչ միայն հայկական շինարարական բրենդը դուրս է բերում միջազգային հարթակ, այլև Սփյուռքում, մասնավորապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին տալիս է առանց Հայաստան գալու անշարժ գույքի լավագույն առաջարկներին ծանոթանալու հնարավորություն։ Ցուցահանդեսի օրերին գույքը հնարավոր կլինի ձեռք բերել հատուկ առաջարկներով։ Էքսպոյի շրջանակում կներկայացվեն բացառիկ պայմաններ։ Բոլորին սիրով հրավիրում ենք հենց այս օրերին օգտվելու առաջարկներից, որովհետև այլ օրերի նախ առաջարկները չեն գործում, հետո իսկապես պիտի շատ ժամանակ ծախսել, որովհետև Հայաստանում, ինչպես գիտեք, այժմ այնքան շատ նախագծեր կան, որ մի քանի օրում այդ նախագծային տեղում ծանոթանալը շատ դժվար է, եւ ցուցահանդեսը ունի այս առաքելությունը։ Սպասումները բավականին մեծ են, որովհետև այս նախապատրաստական փուլը արդեն իսկ հասցրել է շատ մեծ արձագանք ունենալ մեր Ռուսաստանի հայրենակիցների մոտ։ ML Mining-ն այսօր ունի 15 կառուցապատման նախագիծ 2 միլիոն քառակուսի մետրից ավելի ընդհանուր մակերեսով, էկոնոմից մինչև պրեմիում դասի առաջարկներ։ Մոսկվայում ներկայացված կլինեն 15 առաջարկից 7-ը, սակայն ցանկացողները կարող են բնակարան ձեռք բերել նաև ընկերության մյուս նախագծերում։ Ցանկացած ցուցահանդեսի անկյունակարերից մեկը դա հատուկ պայմանն է կարճաժամկետ կտրվածքով, այլապես արդիականությունը կորցնում է։ Բնականաբար լինելու են հատուկ առաջարկներ, այսինքն կոնկրետ էքսպոյի օրերին ձեռք բերումները, ամրագրումները լինելու են ավելի շահեկան, քան սովորական պայմաններում Երևանում ձեռք բերված։ Հայաստանում գնված տունը շահավետ ներդրում լինելուց բացի նախ եւ առաջ կապ է հայրենիքի հետ, սակայն մասնագետների գնահատմամբ այն նաեւ տնտեսական առումով շահավետ գործարք է։ Մեր երկրում գույքի շուկայի աճը շոշափելի է, նույնիսկ պատերազմական ու անկայուն շրջաններում Հայաստանում բնակարանների գները չեն նվազել։ Հարկման համակարգի առավելությունները եւս իդեալական պայմաններ են ապահովում այստեղ բնակարան գնելու համար։ Կառուցվող շենքից հատկապես գույք գնելու պարագայում մեր հայրենակիցները ունենալու են հստակ տնտեսագիտորեն ասած ակտիվի հավելաճ, գույքի իր արժեքը բարձրացնելու է։ Եթե դա փորձենք համեմատել ավանդական ներդրման այլ ոլորտների հետ, ինչպիսիք են օրինակ պասիվ եկամուտներ ապահովող պարտատոմսեր, ավանդներ կամ միգուցե թանկարժեք քարեր ու մետաղներ, ապա այստեղ տոկոսային աճը անհամեմատ է մեր նախորդիվ նշած մյուս տնտեսագիտական կատեգորիաների հետ։ Մյուս կարևոր գործոնը, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որտեղ դեռևս ակտիվներից հավելաճը չի հարկվում, այսինքն կենցաղային լեզվով եթե փորձենք բացատրել, մարդը գնում է բնակարան 1 քառակուսի մետրը X արժեքով, ընդունենք, չգիտեմ, 1 միլիոն դրամով, 1 տարի հետո կառուցման ավարտից հետո
դրա արժեքը լինում է առնվազն ամենալիկվիդային արժեքը 1.200.000 կամ 1.2x արժեքով, եւ եթե որոշում եք կայացնում վաճառելու այդ գույքը, այդ հավելորդը, որ գոյանում է արքու վաճառքից, հարկման ենթակա չէ։ Ամիսներ շարունակ արդեն աշխատում ենք։ Բոլորին սիրով սպասելու ենք Մոսկվայում հունիսի 27-ին, 28-ին եւ 29-ին Տիմիրյազև էքսպո կենտրոնում 3 օր, ուրբաթ-շաբաթ կիրակի օրերին ժամը առավոտյան 10-ից մինչև երեկոյան 20:00 մուտքն անվճար է բոլորի համար, գրանցվելը պարտադիր, գրանցման բոլոր հղումները կգտնեն մեր էջերում։ Տուն Էքսպո Մոսկվան պարզապես ցուցահանդես չէ, որի նպատակը միայն բիզնես շահն է։ Այն նաև հայրենիք վերադառնալու, այստեղ սեփական անկյուն ունենալու եւ երկրի զարգացմանը նպաստելու յուրօրինակ հրավեր է։